Հայտնի է, որ քնքշաբար խորհրդային միություն կոչվող կոմունիստական բռնապետության տարիներին բազմամիլիոն քաղաքական հետապնդումներ են եղել, որոնց Հայաստանում զոհ են գնացել 100 հազարավոր մարդիկ։ Նախնական փուլում բոլշևիկյան իշխանությունները մարդկանց ճակատագրերը տնօրինում էին հեղափոխական կանոններով, առանց դատ ու դատաստանի։ Հետագայում արդեն, վախենալով նաև ինքնաոչնչացումից, գոնե ձևականորեն դատավարություններ էին կազմակերպում իրենց քաղաքական հակառակորդներին կամ այդպես թվացողների ոչնչացնելու կամ լավագույն դեպքում մեկուսացնելու համար։ 1960-ական թվականներից ժողովուրդները ստալինյան ժամանակներին բնորոշ զանգվածային բռնադատումներից ազատ համեմատաբար բարեփոխված պայմաններում էին ապրում, սակայն նույնիսկ այդ պայմաններում քաղաքական այլախոհների մանավանդ հակառակորդների հետապնդումները շարունակվում էին ոչ պակաս դաժան հետևողականությամբ։ 1960-ից մինչև կոմունիստական բռնապետության փլուզումը Հայաստանում մոտ 5 տասնյակ դատավարություններ են տեղի ունեցել։ Դրանք բոլորն էլ ունեցել են իրենց մեծ կամ փոքր դերը հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության, մարդկային ու ազգային արժանապատվության բարձրացման գործում։ Սակայն կա մի դատավարություն, որն իր մասնակիցներով նաև հետագայում նկատելի դերակատարություն է ունեցել մեր ազգային քաղաքական կյանքում։ Դա 40 տարի առաջ 1970 թվականի փետրվարի 3-ին սկսված և փետրվարի 23-ին ավարտված դատավարությունն է, որի ընթացքում 5 հայ երիտասարդ Հայաստանի անկախության գաղափարը տարածելու և գաղտնի կազմակերպական գործունեությամբ զբաղվելու համար ճանաչվում են պետական հատուկ վտանգավոր հանցագործներ և դատապարտվում Պարույր Հայրիկյանը 4 տարվա, Աշոտ Նավասարդյանը և Հակոբ Աշիկյանը 2 տարվա, Ռաֆայել Բարսեղովն ու Աշոտ Խաչատրյանը 6 ամսվա ազատազրկման։ Կալանավորման ենթականների թվում էին Անդրանիկ Մարգարյանը և Ազատ Արշակյանը։ Հատուկ ծառայություններին չի հաջողվում բավարար տեղեկություններ հավաքել նրանց մասնակցության վերաբերյալ և նրանց արտադատարանական հետապնդումների են ենթարկում։ Նշյալ անձանցից այսօր կենդանի են միայն Ազատ Արշակյանն ու Պարույր Հայրիկյանը։ Ինչով է նշանակալից այդ դատավարությունը։ Պարույր Հայրիկյանը կալանավայրում հանդիպելով ազգային միացյալ կուսակցության հիմնադիր Հայգազ Խաչատրյանին և ստանալով նրա համաձայնությունը, ազգային միացյալ կուսակցության հետագա գործունեության իր ծրագրերի վերաբերյալ շարունակում է ղեկավարել կազմակերպված պայքարը հանուն Հայաստանի անկախության։ 73 թվականին կալանքից տուն վերադառնալով նա համախմբում է կողմնակիցներին և դառնում հայ ժողովրդի համար բախտորոշ ազգային ինքնորոշման շարժման հիմնադիրը։ Հայրիկյանի հիմնական զինակիցները 70 թվականի դատավարության բովով անցած ընկերներն էին։ Ես արդեն հանդիպել եմ պատրաստի ազգային միացյալ կուսակցության և նրա ղեկավարներին։ Ծանոթացել եմ ազգային միացյալ կուսակցությանը Շահեն Հարությունյանի միջոցով։ Հայրիկյանին ծանոթացել է Շահեն Հարությունյանին, Շահեն Հարությունյանն էլ ես իմացա, որ ազգային միացյալ կուսակցության ղեկավարներից է։ Հայգազ Խաչատրյանը իսկապես որպես արվեստագետ դա արեց, որովհետև ողջախոհ մարդը, այլ մասնագիտություն ասենք, ոչ ստեղծագործական մասնագիտություն ունեցող մարդը այդպիսի քայլի չէր գնա, ստեղծել կազմակերպություն, անկախություն, անկախության ձգտող անկախություն ստեղծող կազմակերպություն ստեղծել 60-ական թվականներին։ Այդ սառը պատերազմի, այդ Պերշինգների և SS-20-ների դարաշրջանում, Խրուշչովի, Բրեժնևի ժամանակներում մտածել, որ կարելի է սովետական միությունը կործանել և նրա փլատակներից առանձին կամ փլատակների վրա կառուցել հայկական պետություն, դա միայն ստեղծագործող արվեստագետը կարող էր անել և համընկել էր։ Հայգազ Խաչատրյանը այդպիսի ծրագիր ուներ ու Շահենը և Ստեփանը իրենց տեսակի մեջ նույնպես կարծում եմ, որ մի կողմ էին թողել ողջախոհությունը։ Ես լավ իմաստով եմ ասում ողջախոհություն։ Ռոմանտիկ արվեստագետ Հայգազ Խաչատրյանը սկսեց գործը։
բայց այդպես ռոմանտիկ եւ արվեստագետին հատուկ այդ շտրիխներով, խճանկարով ձևավորված համակարգը կարիք էր զգում կարգավորողի, համակարգային մտածելակերպ ունեցող մարդու, այսինքն կոնստրուկտորի կարիք էր զգում, որը պետք է կառուցեր ընդհատակյա կազմակերպությունների բջիջները, պետք է դա վերածեր գործի։ Այդ ծրագիրը ուներ կիրառական մաս։ Կիրառական մասը իմ կարծիքով տարբերություն եթե կա, եթե այդպիսի բաժանում մենք ընդունենք, որ կա այդպիսի բաժանում, ուրեմն կիրառական մասը, գործնական մասը սկսվեց Հայրիկյանից։ Դրանից առաջ դա պորտկում էր, ես կարծում եմ պորտկում էր, ուղղակի շատ բարձր գնահատելով հիմնադիրներին, ես ասում եմ, որ նրանք պորտկում արեցին, նրանք պայթյունը կազմակերպեցին, իսկ հետո այդ կարգավորող համակարգի համար անհրաժեշտ էին նոր մարդիկ, նաև ինչ որ իմաստով նույնպես ոչ ողջախոհ, ինչ որ խնդություն պետք է լիներ դա, էլի խենթ պետք է լինեին բոլորն էլ, որ այդ ծրագրի տակ մտնեին այդ ծրագրի տակ։ Հայրիկյանը հենց նա էր, որ ուներ կառույցներ ձևավորող մտածելակերպ ընկալում եւ ինքը դրանով զբաղվեց։ Հայ ժողովրդի համար ռազմավարական նշանակություն ունեցող անկախություն հանրաքվեի ճանապարհով ծրագիրը որդեգրվել է ազգային միացյալ կուսակցության խորհրդի 73 թվականի օգոստոսի 11-ի արտագնանիստում։ Այդ նիստի բոլոր 4 մասնակիցները՝ Պարուհ Հայրիկյան, Ազատ Արշակյան, Աշոտ Նավասարդյան եւ Անդրանիկ Մարգարյան, գալիս են այս դատավարությունից։ Այսինքն 70 թվականին հավաքականորեն բռնությունների ու հետապնդումների ենթարկվելուց 4 տարի անց այս մարդիկ ոչ միայն չեն ընկրկում, այլ ավելի հետևողականորեն ու նպատակասլաց են նվիրվում ազգային ազատագրական գործունեությանը, պայքարի հիմքում դնելով մարդու իրավունքները եւ դրանց հանրագումար հանդիսացող ազգային ինքնորոշման իրավունքը։ Նրանք բոլորն էլ ազգային միացյալ կուսակցության երդվյալ անդամներ էին։ Հայրիկյանը եւ Արշակյանը երթումն ընդունել էին 1967 թվականի գարնանը, իսկ մյուսները 1969 թվականի փետրվարի 18-ին Ծիծեռնակաբերդի հավերժական գրակի մոտ։ Խորհրդային բռնապետության ամենազոր թվացող պետական անվտանգության կոմիտե ՊԱԿ կոչվող հատուկ ծառայություններին ոչ մի կերպ չի հաջողվում բացահայտել երիտասարդների կապը ազգային միացյալ կուսակցության հետ։ Բնականաբար չեն տեղեկանում նաև երթման մասին։ Չեն բացահայտվում գործին առնչված բազմաթիվ մարդիկ։ Սա մեծագույն ձեռքբերում էր նախ եւ առաջ այն տեսանկյունից, որ ՊԱԿ-ին հաղթելու հնարավորության առումով վստահությամբ էր համակում ընդհատակայիններին։ Ահա թե որտեղից է սկիզբ առնում ԱՄԿ կենսունակության երևույթը։ Հաճախ է հիշատակվում, որ այն խորհրդային կայսրության միակ ազգային ընդհատակյա կազմակերպությունն էր, որը չնայած տևական հետապնդումներին ու բռնադատումներին կարողանում էր պահպանել իր գոյությունը եւ շարունակել պայքարը։ Բայց չի շեշտադրվել, որ այդ կենսունակության հիմքում 70 թվականի դատավարության քաղաքական սերնդի ներդրումն էր։ 1987 թվականին ազգային ինքնորոշում միավորման ԱԻՄ եւ նրա անկախություն շաբաթաթերթի հիմնադրումով սկիզբ է դրվում ազգի ինքնորոշման բացահայտ պայքարին։ 1989 թվականին ԱԻՄ ղեկավարության խորհրդի անդամ են դառնում նույն այս դատավարության մասնակիցներ Աշոտ Նավասարդյանն ու Ազատ Արշակյանը։ Նկատենք նաև, որ ազգային քաղաքական կյանքում կարևոր դերակատարություն ունեցած մարդկանց դարբնոց էր այդ դատավարությունը։ Ճիշտ է, Աշոտ Նավասարդյանը որևէ բարձր պետական պաշտոն չի զբաղեցրել, սակայն ազգային ժողովի պատգամավոր լինելուց բացի Հայաստանում արդեն 10 տարուց ավելի իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր առաջնորդն է եղել։ Այդ գործով ազատազրկման չդատապարտված, սակայն նաև այդ ժամանակաշրջանի գործունեության համար 4 տարի անց բռնադատված Անդրանիկ Մարգարյանը 2000-ից 2007 թվականներին Հայաստանի վարչապետն էր։ Դատավարության մեկ այլ մասնակից այդ գործով որպես վկայանցած հետագայում մի քանի անգամ դատապարտված Ազատ Արշակյանը Հայաստանի մեկ այլ
Քրիստոնյա դեմոկրատական կուսակցության հիմնադիրն ու առաջնորդն էր 1990 թվականին։ Պատմաբաններն իհարկե կանդրադառնան նաև այս գործի բացահայտման հանգամանքներին։ Մենք նկատենք միայն այն, որ կազմակերպության պատասխանատուներից ոմանք չեն դատապարտվում բլոկ այն պատճառով, որ ՊԱԿ-ը չէր կարողացել անհրաժեշտ տեղեկություններ հավաքել։ Այդպես դատապարտումից կարողանում են խուսափել ԱՄԿ երդվյալներ Ազատ Արշակյանը, Սուսաննա Ենգիբարյանը, Անդրանիկ Մարգարյանը, Կարապետ Ջղելյանը, Թելման Մելոյանը, Վարդան Մկրտչյանը, Գագիկ Հովսեփյանը։ Բոլորովին չեն բացահայտվում աղջիկների խմբի ղեկավար 1967-ից երդվյալ Էլիզա Մարգարյանը եւ 1969-ին երդվյալ դարձած Անահիտ Կիրակոսյանն ու Ալվարդ Արաքելյանը, ինչպես նաեւ ընդհանրապես 15 իրարից մեկուսացված մասնաճյուղերի 50-ից ավելի ուսանողներ, դպրոցականներ եւ երիտասարդ բանվորներ։ 1976 թվականին Պետական անվտանգության կոմիտեն ինձ թույլատրեց հանդիպել Անահիտ Կիրակոսյանի հետ։ Այդ ժամանակ ես Մորդովիայի կալանավայրից տեղափոխվել էի Մորդովիայի մայրաքաղաք Սարանսկի KGB-ի բանդ։ Պետական անվտանգության կոմիտեի բարձր պաշտոնյաները փորձում էին համաձայնության գալ մեզ հետ, այնպիսի բան էին առաջարկում, որ երանելի էր ցանկացած կալանավորի համար բանտից ժամկետից շուտ ազատ արձակել։ Ես շատ լավ հասկանում եմ, որ դա անում էին ոչ թե իրենց մարդասիրական էության համար, եթե այդպես լիներ, բոլոր կալանավորներին ազատ կարձակեին, այլ նրանց խիստ անհանգստացնում էր ազգային միացյալ կուսակցությունը եւ ազգային միացյալ կուսակցության ձեռք բերած համբավը։ Մանավանդ այն բանից հետո էր պոտարներն էին դառնում ազգային միացյալ կուսակցության անդամ եւ սկսեցի պայմաններ առաջարկել։ Շատ լավ իմանալով, որ ես ոչ մի փոխզիջման իրենց հետ չեմ գնալու, կամ Հայաստանի անկախության հանրակրվե, կամ եթե ձեզ հարմար էին բանտում գտնվելը, ապա ես պետք է լինեմ բանտում։ Այդպիսի պայմաններից մեկն էլ Անահիտ Կիրակոսյանի հետ հանդիպում պահանջելն էր։ Ես գնացել էի տեսակցության եւ այնտեղից բերել էի ծրագիր ու կանոնադրություն կալանավայրից։ Ինձ թվում է KGB-ն ինչ որ չափով տեղյակ էր դրան։ Համենայն դեպս այդ խուզարկությունը մեր տանը եւ իմ ընկերուհիների, մեր աղջիկների Կարինեի, Ջուլիկի, Սուսաննայի տանը եղավ այն ժամանակ, երբ որ մենք արդեն իրացրել էինք։ Անահիտ Կիրակոսյանի հետ հանդիպման ընթացքում ես փոխանցեցի ընդամենը 2 օրվա ընթացքում պատրաստած, բայց վաղուց իմ մեջ հասունացած ակնարկաշարը ազգային միացյալ կուսակցությունը իր գոյության 10-րդ տարում։ Այդ ակնարկաշարը հետագայում Ազատ Արշակյանը եւ Աշոտ Նավասարդյանը տպագրեցին, Փարոս 4 թերթի միջոցով տպագրեցին իրենց անունից ու դրա համար դատապարտվեցին 11 տարվա ազատազրկման ու աքսորի։ Նրանք նաև եղան առաջին հայ քաղաքականավորները, որ ճանաչվեցին ռեցիդիվիստ։ Հայրիկյանի նկատմամբ գործ էր հարուցվել դեռևս ԱՄԿ հիմնադիրների գործով եւ նրան անընդմեջ հետևում էին ավելի քան 6 ամիս։ Նրա համակուրսեցի Հակոբ Աշիկյանը ՊԱԿ-ին հայտնի էր դեռևս 1967 թվականի աշնանը բացահայտված ԱՄԿ երիտասարդական կառույցի Շանթ ընկերության գործով։ Նրա նկատմամբ դատական գործ հարուցելու հարցում ՊԱԿ-ն օգտագործել էր Աշիկյանի մանկության ընկերոջ անփորձությունը։ Աշոտ Նավասարդյանին մատնել էր ընդհանրապես գործունեությանը միայն մի քանի օր միացած մի սկսնակ կամ հատուկ գործուղված երիտասարդ։ Շարունակաբար գործը հասել էր Աշոտ Խաչատրյանին ու Ռաֆայել Բարսեղովին։ ՊԱԿ-ը կարողացել էր այնպես ներկայացնել, իբր գործն արդեն բացահայտված է։ Այդպես գաղտնի ծառայությունների փորձառու գայլերին հաջողվել էր ինչ-որ շրջան բթացնել որոշ ընդհատակայինների զգոնությունը եւ որոշ տեղեկություններ կորզել, բայց միայն որոշ տեղեկություններ։ Ոչ ոք ոչինչ չէր ասել ազգային միացյալ կուսակցության եւ երթման արարողության մասին։ Դրանից ելնելով Հայրիկյանը համոզվել էր, որ ընկերներից ոչ ոք մինչև վերջ կոտրված չէ եւ բոլոր միջոցներով մանավանդ RRS արձակնությունների ժամանակ օգնել էր նրանց վերագտնել իրենց եւ վերականգնել հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Այս 19-ից 20-ամյա երիտասարդները պատրաստել 5000 օրինակով տպագրել եւ Հայաստանով մեկ տարածել էին երկունք թերթիկը, ցասում թռուցիկները եւ այլ հակասովետական որակավորված գրականություն։ 1968 թվականի ապրիլի 24-ին կազմակերպել էին գաղտնի ռադիոհաղորդում Եղեռնի հուշահամալիրի մոտակա հրապարակում։
Երկունք թերթիկի Հայրիկյանի հեղինակած առաջնորդող հոդվածի վերնագիրն էր «Անկախությունը որպես կենսական պահանջ»։ Դա 1969 թվականի հունվարին էր։ 1969 թվական։ Դատախազ Շլեպչյանը կատարելով Պակի պատվերները դատարանից պահանջում է Հայրիկյանին դատապարտել 7, Աշոտ Նավասարդյանին եւ Հակոբ Աշեկյանին 5-ական, Աշոտ Խաչատրյանին եւ Ռաֆայել Բարսեղովին 4-ական տարվա ազատազրկման։ Դատավոր Խանամիրյանը փորձում է կարեցածի չափով օգտակար լինել հայրենասերի երիտասարդներին եւ վտանգելով իր աշխատանքային ապագան Հայրիկյանին դատապարտում է ընդամենը 4, Նավասարդյանին ու Աշեկյանին 2 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի կալանավայրում, իսկ Խաչատրյանին եւ Բարսեղովին ընդամենը 6 ամսյա կալանք սահմանելով դատական նիստին մասնակցող մարդկանց բուռն ծափահարությունների ներքո ազատ է արձակում դատարանի դահլիճից։ Այդպիսի բարյացկան վերաբերմունքան հետևանք չի մնում Գերագույն դատարանի դատավոր Խանամիրյանի համար։ Նա իր աշխատանքային գործունեությունն ավարտում է դատարանի գրադարանավարի կարգավիճակում։ 1973 թվականին կալանքից նոր է վերադարձել եւ մի անգամ Ազատ Արշակյանի հետ Նալբանդյան փողոցով տրոլեյբուսով տեղ էին գնում։ Ազատ Արշակյանը հանկարծ ցնցվելով ինձ ցույց տվեց մեկին, տեսով է։ Շրջվեցի եւ ճանաչեցի, դա մեր դատավոր Խանամիրյանն էր։ Մոտեցա, պարոն Խանամիրյան, ինձ հիշում եք, ներողություն, դուք պարոն Խանամիրյանն եք։ Այո, պատասխանեց, ինձ չեք հիշում, ասաց ոչ, նույն հանգստությամբ, ասաց իսկ պարոն Հայրիկյանին հիշում եք, ու պետք է տեսնել, թե ինչպես ինքը այլափոխվեց։ Ասես վաղուց իր գործրած մտերիմ հարազատին էր գտնում, ինչպես ես առողջությունդ, երբ ես վերադարձել, եւ անմիջապես փորձեց արդարանալ։ Ես չէի կարող քեզ բանտից ազատ արձակել, եթե ես ավելի մեղմ մոտենայի, ապա գործը կվերանային եւ դուք շատ ավելի ծանր պատժի կարժանանայիք։ Բայց չէ որ ես քո երկու ընկերներին բանտից ազատ արձակեցի։ Ես էլ իմ երթին շտապեցի հանգստացնել իրեն, պարոն Խանամիրյան, մենք ձեզ միայն երախտագիտությամբ ենք հիշել, ինչ եք ասում։ Հետո մենք մտերմացանք, ցավոք սրտի մեր մտերմությունը կարճ տևեց։ Ես այցելում էի իրեն Գերագույն դատարան, որտեղ ինքը արդեն դատարանի գրադարանավարի կարգավիճակում էր։ Վերջին անգամ ես դատավոր Խանամիրյանին տեսա իմ 74 թվականի դատավարության ժամանակ, նիստերից մեկին միջման ժամանակ, երբ ես հսկում էի զինվորների կողմից, ինքը մտավ դատարանի դահլիճ, կանգնեց որոշակի հեռավորության վրա նայեց ինձ առանց որևէ խոսք ասելու, գլուխը տխուր տարուբերեց եւ հեռացավ։ Դա մեր վերջին հանդիպումն էր։ Իրարից խստորեն մեկուսացված ընկերները երկարատև մթնությունից հետո առաջին անգամ հանդիպում են դատարանում։ Դատական տոհուբոհից անկախ Հայրիկյանը ընկերներին ներկայացնում բանտում գրած իր երգը՝ «Մեկ քարյակ»։ Հայ ենք մենք, հայ ենք մենք, հայ, 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 լինենք զինվոր, երկրին պաշտպան, մենք ծնվել ենք որպես հայ եւ կմեռնենք հայ, հայ ենք մենք, հայ ենք մենք, հայ, հայ, հայ։ Հաջորդ օրը համալսարանի բանասիրական բաժնի 19-ամյա ուսանող ամբաստանյալ Աշոտ Խաչատրյանը ընկերներին ցույց է տալիս երգի շարունակության համար իր հեղինակած բառերը։ Հայ ենք մենք, հայ ենք մենք, հայ, 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 արյուն, վրեժ եւ հատուցում, հայ ենք մենք, անպարտ ենք մենք, մեր թշնամյաց մահ, հայ ենք մենք, հայ ենք մենք, հայ, հայ, հայ։ Հեղինակային իրավունքով տարիներ անց Հայրիկյանը սրբագրում է այս քառատողը արյուն, վրեժ եւ հատուցումի փոխարեն գրելով հույս, հավատ, սեր եւ հարություն եւ մահ բառը ահ բառով։ Հայ, մենք հայ, մենք հայ, 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 հույս, հավատ, սեր եւ հարություն, հայ ենք մենք, անպարտ ենք մենք, մեր թշնամյաց Հայ ենք մենք երգը դառնում է ազգային միացյալ կուսակցության հիմնական երգերից մեկը եւ ԱՄԿ դժվարին իրավիճակների անդավաճան ուղեկիցը։ Անդրանիկ Մարգարյանին ներկայացված մեղադրական եզրակացությունում կարդում ենք. 1973 թվականի ամռանը Մարգարյանը արտագրել է Հայրիկյանից եւ պահել ազգայնական զրպարտչական բովանդակության ձեռագիր բանաստեղծություններ եւ երգեր։ Այդ նյութերում մասնավորապես խուզարկության ժամանակ Մարգարյանի մոտից վերցված «Հայ ենք մենք» կրկին ոտքի երգերում հայ ժողովուրդը նկարագրվում է որպես իրավազուրկ, իր նախկին փառքը կորցրած, պարունակում են կոչ վրիժառության, միասնության եւ պայքարի, ազատ միասնական Հայաստանի համար։
1973 թվականին, երբ ես առաջին կալանքից վերադարձել էի, իմ պարտքը համարեցի համակայականներին ծանոթացնել հայենք մենքից բացի նաև մյուս երկերի հետ։ Կրկին ոտքի հայորդիներ, մենք գերված ենք, ակսորված ենք, բայց երկիր դու ազատ կլինես, դա մեզ բավականին օգնում էր կապ հաստատելու համար։ Իսկ 1978 թվականին, երբ Ստեփան Զատիկյանի գործով ինձ Մորդովիայի բանտից տեղափոխեցին Մոսկվա եւ փորձում էին Ստեփան Զատիկյանի վերաբերյալ ցուցմունքներ կորզել, ես փորձում էի ինչ-որ կապ հաստատել Ստեփանի հետ, կտրականապես հրաժարվել էի որևէ ցուցմունք տալուց, բայց զբոսավայրում կամ որևէ այլ կերպ ուզում էի խոսել, ինչ-որ բան լսել, հասկանալ, որովհետեւ մենք ժողովրդավարական հիմքերի վրա էինք դրել շարժում եւ հանկարծ արդեն միջազգային կազմակերպություն դարձած ազգային միացյալ կուսակցությանը մեղադրում էին տերորիզմի մեջ։ Զբոսավայրում ես մի անգամ սուրեցի հայենք մենքի առաջի երկու տակտը, դասվեց երկի շարունակությունը։ Կասկած չկար, որ մերոնցից ինչ-որ մեկն է